Փետրվարի 24-ին քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում հավաստի տեղեկություններ էին ստացվել, որ Մրգաշատ գյուղի բնակիչ 63-ամյա մի տղամարդ տանը եւ օժանդակ շինություններում ապօրինի պահում է թմրամիջոց։ Արմավիրի մարզային քննչական վարչությունում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում զննություն է կատարվել նրա բնակության վայրում։ Ջերմոցում հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մոտ 72 գրամ զանգվածով պարկ, իսկ նկողում նույն զանգվածով լցված պոլիէթիլենային 2 փաթեթ։ Ընդհանուր մոտ 98 գրամ զանգվածի վերաբերյալ տանտերը հայտնել է, որ այն մարիխուանա է, պատկանում է իրեն, կանեփն ինքն է աճեցրել, մշակել եւ պատրաստել անձամբ օգտագործելու համար։ Տղամարդը ներկայացվել է Արմավիրի մարզային քննչական վարչություն։ Մարտի 3-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան նոր տեղեկություն, ըստ որի Մերձավան գյուղի բնակիչ 41-ամյա տղամարդը նույնպես տանը եւ օժանդակ շինություններում ապօրինի պահում է թմրամիջոց։ Վաղարշապատի քննչական բաժնում նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում կատարված զննությամբ նրա տանեկից մառանում հայտնաբերվեց դեղնականաչավուն չորացված մանրացված մոտ 103 գրամ դեղնականաչավուն զանգվածով ապակյա տարա, նույն զանգվածով պոլիէթիլենային 2 տոպրակ, նաեւ առաստաղից կախված կանեփանման ջուղեր մոտ 550 գրամ քաշով։ Ընդհանուր առմամբ հայտնաբերվել են մոտ 795 գրամ կանեփանման չորացված զանգվածներ։ Քննիչի որոշմամբ տղամարդը ձերբակալվել է։ Նմանատիպ հաջորդ տեղեկությունը Արմավիրի քրեական ոստիկանները ստացան մարտի 5-ին։ Այս դեպքում եւս նախաձեռնվեց քրեական վարույթ եւ իրավապահները մեկնեցին Մրգաշատ գյուղ։ Այստեղի բնակիչ 40-ամյա տղամարդու բնակության վայրում կատարված զննությամբ խորդանոցում հայտնաբերվեց կոշիկի, հեռախոսի եւ ծխախոտի մեկական տուփ, լցված կանեփանման 4 զանգվածներով, նաեւ նույն պարունակության պարկ։ Հայտնաբերվածի ընդհանուր քաշը կազմեց մոտ 260 գրամ։ Տանտերը նաեւ ներկայացրեց թմրամիջոցի նմանվող հետքերով ծխամորճ ու 4 կաթուցիչ եւ հայտնեց, որ թմրամիջոցն իրենն է, կանեփն ինքն է աճեցրել, մշակել եւ պատրաստել անձնական օգտագործման համար։ Նա ձերբակալվել եւ ներկայացվել է նախաքննական մարմին։ Մարտի 6-ին Արմավիրի քրեական ոստիկանները ստացան մեկ այլ հավաստի տեղեկություն, որ Մեծամորի բնակիչ 34-ամյա տղամարդը տանն ապօրինի պահում է մարիխուանա եւ մեթամֆետամին տեսակի թմրամիջոցներ։ Տեղեկությունը ստուգելու նպատակով իրավապահներն այցելեցին տղամարդուն։ Նա ընդունեց, որ ունի կրիստալ, որը դրված էր հյուրասենյակի սեղանին։ Ըստ տանտիրոջ կրիստալն իրենն է, ձեռք է բերել Telegram ալիքի միջոցով անձնական օգտագործման համար։ Մարտի 9-ին ստացած օպերատիվ տվյալներն իրացնելիս Արմավիրի քրեական հետախույզները համագործակցեցին համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի գործընկերների հետ։ Առավոտյան ժամը 6:10-ին Արմավիր քաղաքի Արարատյան փողոցում ենթադրյալ հանցանք կատարած լինելու կասկածանքով նրանք ձերբակալեցին Արմավիր քաղաքի բնակիչ 19-ամյա եւ Արարատի բնակիչ 18-ամյա երիտասարդների եւ վերջինիս վարած Opel Magnish մեքենայով հանդերձ տեղափոխեցին Արմավիրի մարզային վարչություն։ 19-ամյա ուղևորի անձնական խուզարկությամբ հայտնաբերվեց դեղնականաչավուն կանեփանման զանգվածով փայլատի թեղի փաթեթ, նույն զանգվածով կաթուցիչ, նաև կրիստալի նմանվող բյուրեղանման զանգված։ Ըստ երիտասարդի հայտնաբերվածները թմրանյութ են։ Կազմված փաստաթղթերն ուղարկվեցին Արմավիրի մարզային քննչական վարչություն, որտեղ նախաձեռնվեց քրեական վարույթ, որի շրջանակներում շարունակելով համատեղ միջոցառումները քրեական եւ համայնքային ոստիկանները պարզեցին, որ հիշյալ թմրամիջոցները երիտասարդներին տվել է Սյունիքի մարզի բնակիչ 22-ամյա մի երիտասարդ։ Մարտի 11-ին կատարված զննությամբ դեղնականաչավուն կանեփանման զանգված հայտնաբերվեց նաև Opel Magnish-ի մեքենայում, որը ըստ նախնական տվյալի նույնպես պատկանում էր 19-ամյա արմավիրցուն։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են Արմավիրի մարզային քննչական վարչություն, թմրամոլության եւ ապօրինի թմրաշրջանառության դեմ միջոցառումները շարունակվում են։ Ծանուցում ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունը ապացուցված չէ Հայաստանի Հանրապետության քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով, դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։